Մենք ուղարկում ենք Բրյուսել, Բրյուսելն էլ որոշում է ինչ անել դրա հետ։ Շատ դիվանագիտական պատասխան։ Շնորհակալություն Տիկին Կարապետյան հարցի համար։ Շատ կարևոր է մտնել հարցերի մանրամասների մեջ, որոնք բացատրեցիք, բայց երբ մեր գործընկերները ինձ մեզ չեն հասկանում, փորձում եմ բացատրել մեր քաղաքականությունը եւ փորձում եմ հետեւել կերպով։ Նախ եւ առաջ պետք է հասկանալ, որոնք են մեր գլխավոր ռազմավարական առաջնորդությունը, անկախություն, ինքնիշխանություն, ժողովրդավարություն, տարածքային ամբողջականություն։ Սրանք 4 գերակայություններ են մեր քաղաքականությունները ուղղված են նրան, որպեսզի այս 4 ուղղությամբ ամրապնդենք մեր դիրքերը։ Եթե կան պետություններ, որոնք որ աջակցում են այս գերակայություններին, մենք լավ հարաբերություններ ունենք այդ երկրների հետ։ Եթե երկրները չեն աջակցում կամ ունեն անտագոնիստական մոտեցում այս գերակայություններին, դա սովորաբար խաթարում է մեր հարաբերությունները այդ երկրների հետ։ Հիմա պատասխանելով ձեր հարցին, հետդարձի ճանապարհ չկա, սրանք գերակայություններ են, որոնք որ Հայաստանը խստորեն հետևում է, եւ մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի ծառայենք այդ նպատակներին։ Զենքի ձեռքբերումը միայն ծառայում է այն նպատակին, որ մենք կարողանանք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը։ Իսկ քաղաքականությունները, որոնք որ մենք իրականացնում ենք, օրինակ ինքնիշխանությունը վերահաստատելու կամ անկախությունը ավելի ամրապնդելու համար, նաև այն տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացնում է կամ մոտեցումների դիվերսիֆիկացումն են, որոնք որ նպաստում են դրան։ Ուղղակի ուզում որ վստահ լինեք, որ վերջին տարիների ընթացքում մենք կարողացանք վերապրել մի շարք մարտահրավերներ եւ անցնել դժվարություններով շնորհիվ ժողովրդավարության։ Առանց ժողովրդավարության Հայաստանը կորցրած կներ իր անկախությունը։ Եվ այս 4 գերակայությունները մեկը մյուսին ամրապնդող են, հզորացնող։ Օրինակ, ժողովրդավարության ամրապնդումն ու ընդլայնումը նպաստում է ինքնիշխանության եւ անկախության ամրապնդմանը։ Ես վստահ եմ, որ ժողովրդավարական ինստիտուտները օգնում են Հայաստանին ունենալ ավելի մեծ անկախություն եւ ինքնիշխանություն եւ այս կոնտեքստում քաղաքականությունները, որ մենք իրականացնում ենք, ըստ էության ծառայում են այս ռազմավարական նպատակներին, ինչը հստակ պատասխանն է ձեր հարցի։